Ավելի շատ պատմել քրեական հեղինակությունների մասին։ Միշտ չէ, բայց ժամանակ առ ժամանակ հոլովակներ կտեղադրեմ ու սկսենք նրանից, որ իրանք անկախ կրթությունից շատ ինտելեկտուալ են։ Իհարկե հիմա ինչ խոսում եմ, խոսքը գնում է իսկական տարբերակի մասին ու բացի ինտելեկտուալը իրանք շատ էրուդիրованные են։ Այսինքն իրանց աշխարհայացքը բավականին լայն է ու շատ զարգացած է, ու հա խոսքը չի գնում էլի բոլորի մասին։ Բոլորը նույն կրիտերիաների տակ, նույն չափանիշների տակ չեն կարող մտնել։ Ռիսկային են ու սրա պատճառով գրեթե միշտ տագնապային մտածողությունը շատ ճկուն է ու իրավիճակներում չափից ավելի արագ են կարողանում կողմնորոշվել։ Միշտ գրեթե ունենում են լիդերի որակներն ու հատկանիշները։ Ինքնատիրապետումը, նաև էմոցիոնալ կառավարումը բարձր մակարդակի վրա է դրված։ Եթե բաց ենք ու նայենք հասանելի տեսանյութերը, կհասկանանք, որ դիմախաղը բավականին զսպված է։ Մարմնի շարժումները ևս զսպված են ու ավել անկանոն շարժումներ, անկառավարելի շարժումներ նրանց կողմից չենք տեսնի։ Ժեստերում առավելապես գերակայելու են բաց ժեստերը, այսինքն չենք տեսնի ինչ-որ հոլովակ, որտեղ որ հետ անձիկ կծկված են կամ գրացած են։ Փակ ժեստերով, փակ դիրքերով են նստած, առավելապես բաց են ու ինքնավստահ։ Ձայնի տոնայնությունն էլ հիմնականում հանդարտ է։ Ու այս ամենի համադրությունն ու համախումբն է պատճառներից մեկը, որ իրենք այդքան գրավում են կանանց։